Ինչու չի կարելի որպես նվեր պլաստիկ վիրահատություն առաջարկել։ Առաջի հայացքից դա կարող է թվալ հոգատարության դրսևորում, բայց շատ հաճախ դրա խորքում թաքնված է անհատի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Ձեր մարմինը ձեր անձնական սահմաններն են։ Արտաքինը փոխելու որոշումը մարդու կյանքի ամենաանձնական որոշումներից մեկն է։ Երբ այդ որոշումը կայացնում են ձեր փոխարեն, դա անձնական տարածքի խախտում է։ Այստեղ հնչում է հետևյալ ուղերձը. ես քո մարմնի մասին ավելի լավ գիտեմ, քան դու։ Պարտադրված վիրահատությունը սեր չէ։ Դա սեփականատիրական վերաբերմունքի ձև է, ուրիշին սեփական ճաշակատ թելադրելու փորձ։ Սա ինքնագնահատականի համար ուժեղ հարված է, որը կարող է մնալ ամբողջ կյանքի ընթացքում։ Նույնիսկ եթե վիրահատությունը տեխնիկապես իրականացվել է կատարյալ։ Ամենաթանկ նվերը աջակցությունն է։ Սերն ու հոգատարությունը, եթե զուրկ են հարգանքից, վերածվում են վերահսկողության։ Հարգել սիրելի մարդուն նշանակում է ընդունել նրա ընտրությունը, լսել նրան, ոչ թե թելադրել ինչ պետք է անի։ Աջակցեք նրա իր մասին ունեցած երազանքներին, նույնիսկ եթե դուք դրանք ամբողջությամբ չեք կիսում։ Օգնեք նրան գտնել վստահելի և փորձառու բժշկի։ Լսեք նրա վախերն ու հուզումները։ Եղեք նրա կողքին վերականգնման ամբողջ ընթացքում։ Սա է սիրո իրական դրսևորումը։ Պլաստիկ վիրահատությունը միշտ անձնական ճանապարհ է։ Ճանապարհ դեպի սեփական եսը, ոչ թե դեպի ուրիշի սպասելիքները։ Եվ այդ ճանապարհը մարդը պետք է ընտրի ինքը։